Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արեն Մանուկյան, մայրաքաղաքում այդ խոսալցումների աշխատանքները դեռևս շարունակում են, բայց որևէ այսպես վերջնական բան չենք տեսնում, բայց միևնույն ժամանակ դրանց համար ծախսվում են ահռելի գումարներ, միլիոնավոր գումարներ ու ավականու ԿՊ-ի ներկայացուցիչները խուսափում են հարցերին պատասխանել, ասում են բնականon կերպով ամեն բան շարունակվում է, ինչ կասեք այս մասին։ Տեսեք, նախ հիմա էլ որ սկսում են, ես վերապահում եմ իրենց կատարած աշխատանքի որակի հետ, որովհետև մինուս Ջերմաշչյանի պարագայում, որ երեք Համուրչյանը ցույց էր տալիս, որ ասֆալտապատում է իրականացնում, ես չգիտեմ ինչ հավելումներ են ավելացրել, որ ինքը այնուամենայնիվ ծառայի որպես ասֆալտ, որովհետև մինուսի պարագայում ոնց նայում ես գրականություն ինչպես կարդում ես, ցույց է տալիս, որ այդքան արդյունավետ չի ասֆալտապատումը, այդ պիտի խորանամ, հասկանամ դրա պատասխաններ տան։ Իրանք ապրում են իրենց պղպջակի մեջ, ժողովուրդ։ Իրանք որոշել են, որ քաղաքը շատ թույն է, շատ լավ է, եւ դրա վառ օրինակը զարգացման ծրագիրը, որ գրել են, մեջը գրել են, որ քաղաքացիների 65%-ը դրական է գնահատում ասֆալտապատումը, հասկանում եք, ծաղր ուղղակի։ Ոքի չգիտես իրանք իրանց են ծաղրում, թե ժողովրդին, բայց ես կարողam կարծում որ իրանք իրանց են ծաղրում էլի, որովհետև գնում ես տպավորությունա, ոնց որ մոտավորապես այսօր որտեղ է պատերազմ ընթանում էլի, օրինակ չգիտեմ, Իսրայելը հարձակել է Գազայի շրջանի վրա, այն խրամատներն են, մենք մոտավորապես այդ շրջանում ենք գտնվում։ Աբսուրդ է, հասկանում եք, Երևանը ասենց ողբալի վիճակում երբևիցե չի եղել, ուղղակի չի եղել։ Խոսում ենք կոյուղատարից, որ մենք փող ենք հատկացնում, սա քաղաքը կանալիզացիան էլի գնում է։ Դրա մասին էլ է ուզում ասել, փաստ ինֆոնահազանգեր է ստանում, որ օրինակ Քրքորյան հասցեում բնակիչներին ասել են, որ քաղաքապետարանը 2026 թվականի բյուջեով այդ հարցերի համար լուծում կտա, սակայն օրերս հայտնեցին, որ ոչ մի նախագիծ չի առաջարկում այդ մասին։ Ու բնակիչները ստիպված են գարշահոտության մեջ ապրել, սակայն հարակից այլ տարածքներում իրականացվելու են աշխատանքներ, ինչու են ընտրողաբար մոտենում, թե որտեղի կոյուղատարերը փող են վերանորոգեն, որտեղինը ոչ։ Ժողովուրդ, նա բանամ ուզում հասկանամ, նոր Տիգրան Անդերսոնը հեքիաթներ էր պատմում, որ 300 միլիոն դրամ հատկացրել են հրատապ, բացի այն ինչ հատկացրել են, 300-ը լրացուցիչ հատկացրել են կոյուղների խնդրին։ Հետևաբար, եթե կա խնդիր, խնդրում եմ ինձ ասեք, կամ դուրը թակեմ, ասեմ ընկեր, նոր այդպես բան էի խոսում, բայց 300 միլիոնը որտեղ է, այդ ինչ հեքիաթներ ես պատմում դու։ Ինչ հեքիաթ։ Բան որ չլսեցիք, որ ասած լրացուցիչ 300 միլիոն է ուզել են այդ ուղղությամբ։ Ուր է այդ փողը։ Թող քաղաքացիները ինձ դիմեն, հետևից գնամ, կամ ասեմ 300 միլիոն փող են թվում, այդ փողի տերն ով է։ Փոստերի մասով հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին, որ փոստերը այնքան շատ են, վնասվում են մեքենաները։ Քաղաքապետարանն էլ ասում է, որ իրենց մեղքով չի, որ այդ փոխհատուցում չի լինի, չնայած շատ մարդիկ դիմել են դատարան։ Ինչ կարծիքի եք այս։ Տեսեք, իրենք խաղում են այն սցենարի վրա, որ դատարան դիմելը թանկ հաճույք է, այսինքն քաղաքացին, որպեսզի մտնի այդ process-ի մեջ եւ ժամանակատար է, վարչական դատարան, եթե մտնի առնվազն 4-5 տարի կշարունակի այդ process-ը եւ իրենք զուտ դրա վրա խաղալով այս պարագայում իրենք ասում են չենք տալիս, բայց ես առավել քան վստահ եմ, նաև եղել է քաղաքացի զուտ սկզբունքի համար մեկ քաղաքացի գործ վերցրել է, դատարան գնալու եմ, ապացուցեմ, որ իրենք պարտավոր են վերականգնել։ Այսինքն ինչ է նշանակում, որ դուք գույքահարկը հավաքում եք 24 միլիարդ, գույքահարկի ու շարժական այս տրանսպորտի հարկերը միասին 37 միլիարդ դրամի չափ է, ժողովուրդ հասկանում եք, ասֆալտապատման համար 10 քանի միլիոն դոլար փող են ծախսել։ Ուր է մենք տեսնում ենք այդ ժողովուրդ։ Գծանշումների վրա 300 թե 600 միլիոն դրամ փող են ծախսել, ժողովուրդ հասկանում եք, 18 թվին հիշում եք, ապրիլ ամսին փողոցի սա բաները ասֆալտն արած էր, գծանշումն արած էր, իրանք պոլերի պարկած էին։ Դուք տեղեկություն ունեք, թե նախորդ տարի ինչքան է բյուջեից հատկացվել ասֆալտապատումների եւ գծանշումների համար։ 4 միլիարդից ավել, շուրջ 4 միլիարդ ասֆալտապատման համար, դա հաստատված է, էլ չհաշված, որ հրատապով այդ ուղղություններով իրենք ծախսել են, էլի։ Դրան գումարած նաև իրենք գծանշումների 300 կամ 600 միլիոն մոտս այդ թիվը կնայեմ, կասեմ, գծանշումների համար են ծախսել շուրջ։ Սա նշանակում է, որ օրինակ այս տարվա միլիոններ ծախսվածը հնարավոր է նորից ջուրը ընկնի հաջորդ տարի եւ ստիպված լինի։ Նույնիսկ արդեն ընկել է ջուրը, այսինքն այս մարդիկ դա բյուջեի թալանում մսխում է։ Ինչի համար, եթե դու տալիս ես ինչ որ շինարարական տենդեր մեկին, չես հետևում, տենդերը տվողը դու ես, վերահսկողը դու ես, հետագայում շահագործողն դու ես։
ասում է գիտես ինչ կա, ինչ որ մի հատ ընկերություն կա, որը կապ ունի նախկինի հետ։ Ամենալավ նախկինն էլ եք դուք։ Իրանց մոտ է ընտրովիա նախկինը, այսինքն ում ուզում են իրանց համար նախկինը, ում չեն ուզում իրանց համար նախկինը չի։ Բանակի տրուսիկների պատասխանատու Մելքոյան Գագոն ա եղել, այդ Մելքոյան Գագոն պալպալան յուղը վրան թազա ԿՊ-ական է, բայց իրանց անտրուսիկ է թողել։ Դե մի արի հասկացի նախկիննով է, էլի։ Այդ ասֆալտապատողն նորից եմ ասում։ Տվողներ են իրանք, վերահսկողներ են իրանք ու չփորձվեն ինչ որ մեկի վրա մունատ կան։ Մունատ պետք է իրանց վրա գան։ Կարմիր գծերի մասով ինչ նորություններ կան, դատարան էիք դիմել, չնայած հաղթել էիք դատարանը, բայց ոչ մի նորություն չենք տեսնում, որ կարմիր գծերի արժեքը վերանայվի կամ փոխվի։ Տեսեք, այստեղ մենք խնդիր ունենք բարոյական արժեհամակարգի հետ։ Ինչի համար։ Բոլորը շատ լավ գիտակցում են, որ դատական ամբողջ ցիկլը պատտվելու պարագայում առնվազն 2 տարի նվազագույնը պետք է։ Կարմիր գծերի որոշումը ընդունվում է ամեն տարի հաջորդ տարվա համար, այսինքն իր գործունեությունը 1 տարվա համար է։ Երբ որ մենք արդեն դատարանում կրում ենք, վեճռաբեկ այս որոշումը կլինի, որ ապօրինի է եղել, իրանք ասում են, օքեյ, բայց արդեն առարկայա զուր կա։ Մենք չենք կարող վերացնել, որտեղ 25 թվին ավարտվել է, 26 թվին, ու իրանք թքած ունեն ժողովրդի վրա։ Իրանք թքած ունեն, որ մտել քաղաքացուն ապօրինի ձևով թալանում են, ուղիղ թալանում են։ Դու գիտես, որ դա ապօրին է, դատական վճիռներ են, նորից հաջորդ տալի այսպես մեռնեմ օրենքի ժուլիկություն, էլի, իրավաբանական ժուլիկություն։ Հասկանում եք, դու գիտես որ դու սխալ ես անում, իրավական այդ լազերիկեն կա, ջանդա, կարևորը մի քիչ փոխքեր են ժողովրդի։ Այդ տրամաբանությամբ են իրենք գնում։ Հաստատի, եթե հիմա կրկին հաղթեք վճռաբեկում հաղթեք, ինքը առարկա զուր կա, որտեղ այդ հաջորդ տարի։ Հաջորդ տարի ասում նորից գնացեք դատարան, գնում ես դատարան, գրում ես 2 տարի արդեն այդ առարկա զուր կա։ Ստե մարդկանց ասում են բարոյական արժեհամակարգի խնդիրն է, դու գիտես որ ապօրինի բան ես անում, բայց դրա համար դու պատասխանատվություն չես կրում, քո համար գերնպատակը փոխքերելն է։ Պարոն ես հիշում ժամանակ առաջ դա ասես որ այս նախընտրական շրջանառությունը այդ արել քաղաքային իշխանությունը պատրաստում է կարմիր գծերի թակասման հարցը լուծել, աղբի վճարի հետ կապված հարցերը լուծել, այդպիսի բան քննարկված է ուղղակի սուտ ֆորմացիա։ Ոչ բան չեն անում։ Սուտ Իրանք ինչ ունեն, իրանք ունեն գործընկեր Գրդոնչի ընկերությունը, որ իրանց հետ հայատել է, ու նաև այս համապետական ընտրությանը ժողովուրդը պետք է գնահատական տա նաև հանրապետություն կուսակցությանը։ Այսինքն Երևանի կառավարումը վառ օրինակ, ինքը պիտի հասկանա, որ ձայն տալու պարագայում ուղիղ ձայնը տալիս է ԿՊ-ին, ոչ մի տարբերություն, ընդհանրապես տարբերություն չկա։ ԿՊ-ն ու հանրապետությունը ոնց որ ասած մի հատ դիմակ դրած նույն մարդը լինի, դիմակը անում են ԿՊ-նա, դիմակը դնում են հանրապետությունը։ Հա չեն թաքցնում։ Կեսով կարող են դնել, էլի։ Հանրապետության կուսակցության ներկայացուցիչը քիչ առաջ մեծ զրույցում նշել է, որ ունեն ասենց բավականին մեծ սպասելիքներ ընտրությունների հետ կապված եւ մեծամասնության ձայները կարող են նրանք ստանալ։ Ինչ կասեք, հնարավոր է կտան նրանց ձայներ այն դեպքում, երբ նրանց ռեյտինգը, այսպես ասած, ավելի ցածր է, քան ԿՊ-ինը։ Ես կարծում եմ, որ իրանց երազախախություն է սպասում։ Ես կարծում եմ, որ Երևանի Գրդոնի որ քաղաքացիները տեսնեն, իրանց հիմնական էլեկտորատն պետք է Երևանում լիներ, իրանց ձայն չի տալու։ Ես ավելի շուտ մտածում եմ, որ քաղաքացիները արևմտամետ Հայաստան ունեն, որ շատ հարցում են մարդկանց, որովհետև նույնի արժեհամակարգով համար օրինակ ավելի գնահատելի էր արևմտյան արժեհամակարգերը, քան ավտորիտար կամ ուրիշ ձևերով, էլի հասկանում եք, այս պարագայում կան մարդիկ, ովքեր դիրքորոշում ունեն, չեն ընտրում են արևմտամեդերին։ Այս մարդիկ պետք է կողմնորոշել դրան ճիշտ կուսակցությունը, որ իրականում կրում է այդ գաղափարները, ոչ թե ինչ որ մեկի կցորդն է։